Առաջ Կորինթացիների 11:23 համարից։ Որովհետև ես Տիրոջից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, թե Տեր Հիսուս իր մատնված գիշերը հաց առավ եւ գոհանալով կտրեց ու ասեց. «Առեք ու կերեք, այս է իմ մարմինս, որ ձեզի համար պիտի կտրվի. սա արեք ինձ հիշելու համար»։ Նույնպես էլ գավաթ ընթրիքից հետո առավ ու ասեց. «Այս գավաթը նոր ուխտ է իմ արյունովը, սա արեք, քանի անգամ որ խմելու եք ինձ հիշելու համար։ Որտեւ քանի անգամ որ այս հաց ուտեք ու այս գավաթը խմեք, Տիրոջ մահը կպատմեք մինչև ինքը գա։ Ուստի ով որ այս հաց ուտի կամ Տիրոջ գավաթը խմի անարժանաբար, պարտական պիտի լինի Տիրոջ մարմին եւ արյունին։ Ուրեմն թող մարդ իր անձը փորձի ու այսպես այն հացից ուտի եւ այն գավաթից խմի։ Որտեւ այն որ անարժանաբար կուտի ու կխմի, իր անձի դատապարտությունը կուտի ու կխմի, որտեւ Տիրոջ մարմինի իմաստը չի որոշի։ Սրա համար ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավագարներ կան եւ շատերն էլ կննջեն, որտեւ եթե մենք մեզ դատելուն ենք, պիտի չդատապարտվեինք, իսկ երբ կդատվենք, Տիրոջից կխրատվենք, որպեսզի աշխարհի հետ չդատապարտվենք։ Ես հիմնականում այնտեղն է, որ միշտ հաղորդությունից առաջ կարդում ենք, բայց ինչքան շատ կարդանք, այնքան հայտնություններ ենք ստանում։ Հիմա ես այսօր ինչ որ ստացել եմ, ուզում ներկայացնեմ ստեղից, ուրեմն Տեր Հիսուսը իր մատնված գիշեր դες նույն բանը գրված է Ղուկաս ավետարանի կամ մյուս ավետարանի մեջ, հատկապես Ղուկաս ավետարանի 22:14 համարից սկսած հացը գոհանալուց հետո կամ ասենք օրհնելուց հետո ասեց առեք կերեք սա է իմ մարմինը, որ ձեր համար կկտրվի, եւ գավաթը օրհնելուց հետո ասեց սա է իմ արյունը, որ թափվում է ձեր համար։ Սովորական անասունի արյուն չի, սովորական անասունի մարմին չի, այլ ասեց իմ մարմինը եւ իմ արյունը։ Եվ հետո էլ մի բան ասում, ով որ անարժանաբար ուտում, դատապարտություն կկրի, որտեվ Տիրոջ մարմնի իմաստը չի որոշի։ Ես չի որոշին, այսօրվա մեր որոշ են լեզով սենց չես ջոկում, ինչի հետ գործ ունես։ Չի ջոկում էլ, ինչի հետ գործ ունի։ Ինչ որ չափ ուզում եմ փորձեմ բացատրել, թե մենք ինչի հետ գործ ունենք կամ ում հետ գործ ունենք։ Որոշ տեղեր կարող եմ կարդալ, որոշ տեղեր կարող եմ ասել, կհավատաք, որ ճիշտ եմ ասեմ, որտեղ տանը կարդացել եմ, անգիր կարամ ասեմ, էլի որոշ տեղեր։ Առաջի Կորինթացիներին, ձեզ առաջի Կորինթացիներն է, 6-րդ գլխի մեջ, 6:20 համարում գրված է։ Որտև գնով, այստեղ գրած է գնով, մյուս տեղ ասում է թանկ գնով դուք գնվեցիք, ուստի փառավորեցեք Աստծուն ձեր մարմինների ու հոգիների մեջ, որոնք Աստծուն են պատկանում։ Թանկ գնով դուք գնվեցիք։ Կամ թանկն էլ եթե չասենք գնով, այսինքն գինա վճարվել, որ դու այսօր գնվել ես։ Պետրոսի թղթի առաջի գլխի 18 համարում ասում է դուք ոչ թե արծաթու ոսկյով կամ ոսկյով գնվեցիք կամ փրկվեցիք ձեր հայրերից ավանդած ունայն ճամփաներից, այլ Հիսուս Քրիստոսի պատվական արյունով, որպես մի անբիծ ու անարատ գառի արյունով։ Գաղատացիների 3:13-ում ասում է, որ այսօր ասում ստա գրվում, հա։ Քրիստոս մեզ դե ծախու առավ արևմտահայերենա մեր լեզվով ասում է գնեց օրենքի անեծքից ինքը մեզի համար անեծք լինելով։ Եվ շարունակությունը չէ, էտա։ Լավ, այսքանն ասեցի, այս մարմինն ու արյունը, որ Հիսուսը ներկայացրեց, սրանով ուզում ասի, որ սիրելի մարդ, ես են վճարն է, որ ես վճարել եմ քո համար։ Ոսկի կամ արծաթ չեմ վճարել քո համար։ Իմ մարմինն ու իմ արյունն եմ վճարել քո համար։ Թանկա թե չէ։ Ես ինչքան ոսկի տամ, որ մատդ կտրես ինձ իմ նման։ Վերջապես ցույց տվեցի ձեռս։ Մարդու անձը մարմին ավելի թանկ է, քան թե ցանկացած ոսկի արծաթ։
Բայց ուզում եմ մի ուրիշ տեսանկյունով այս խոսքը փորձեմ ներկայացնել, բացատրել, մի քիչ տարօրինակ ձևով կարող ասեմ, բայց դե ասեմ։ Աշխարհի սկզբից էլ, մինչև հիմա էլ կան շուկաներ, դեստե որ խոսքը գնելու մասին է, որ մենք գնվեցինք։ Ընդհանրապես շուկայից, խանութից, շուկայից են բան գնում։ Դե հիմա խանութները շատ են, առաջ շուկաները ավելի շատ են եղել։ Հիմա որ շուկայից ինչ որ բան են գնում, ոնց ենք մենք պատկերացնում, հասկանում։ Իմիջիալոց տարբեր տեսակի շուկաներ կան։ Սովորական, օրինակա բանջարանոցի, բանջարեղենի, մսեղենի, չգիտեմ ինչ, սովորական շուկաներ կան։ Կա հին ապրանքների շուկա։ Ինչ ասեմ, կիսաթուրքերով քրչի բազար։ Լսել եք էսի։ Ես լսել եմ։ Երևանի սև շուկան, հենց դրա համար անուն դրել էին սև շուկա, որտեղ տենց հին օգտագործված ապրանքներ էին ծախում։ Դե մարդիկ կան, որ նորը գնալու հնարավորություն չեն ունեցել, բայց հինը գոնե կարեցել են գնեն, հին ասած գործածված։ Կա անասնաշուկա, Մալի բազար, էլի թուրքերենա, բայց Մալի բազար ավել ենք իմանում։ Առաջ եղել է ստրկավաճառների շուկա։ Մարդիկ գնացել են ստրուկ են առել, ասենք դե ոմանք էլ այդ ստրուկներին բերեց ախել են։ Հիմա թե ոնց են բերել, դա տարբեր կերպեր կա եւ այլն։ Արդեն հասկանում եք, շուկայից ինչեր է հնարավոր առնել։ Եվ ներող կլնեք, որ ուզում եմ մի քիչ կոպիտ աստացում, բայց իմ հասկացածով, իմ ճանաչածով, այս աշխարհը ոնց որ շուկան լինի, մենք այս շուկայի մեջ կամ ապրանք, բայց ոչ թե սովորական լավ ապրանք, կամ շատ բանացրած ապրանք, քրչի շուկա, կամ ստրկա շուկայի, ստրկավաճառական շուկայի ստրուկներ էինք։ Մի ժամանակ կար նաև էժանացած ապրանքների խանութ։ Չգիտեմ դուք ես այդ խանութներից որոշ բաներ առել եմ։ Էժանացած, այսինքն էլ են գինը չունի։ Ես կարծում եմ մեզնից ոմանց, այսքան դեք ինչ եմ ասում, մեզնից ոմանց Աստված գտել է էժանացած խանութից։ Մեզնից ոմանց Աստված գտել է քրչի խանութից։ Մեզնից ոմանց Աստված գտել է այդ ստրկավաճառական։ Դե Մալի բազարից չեմ ասում։ Որտեղ մենք մարդ ենք։ Բայց ուզում ասեմ միշտ չի, որ մենք լավն ենք եղել, որ մեզ տարել է։ Ճիշտ հակառակ։ Մենք արդեն կորստյան մեջ ենք եղել։ Սատանան մեզ բավականին մաշեցրել է։ Սրտներս կոտրված է եղել։ Կյանքից կարելի ասել հոգնած ենք եղել։ Բոլորս նույն չափով չենք եղել իհարկե։ Բայց ինչ որ տեղ այնպիսին ենք եղել, որ դի գոհլնենք, որ նա մեզ գնել է։ Մի քիչ էլ ես միտքը շարունակեմ, շատ մտադիր չեմ շարունակեմ, հիմնականում են մեծ շարունակություն եմ ասում։ Այս աշխարհը, որը մի ժամանակ, որին մենք պատկանում ենք, որը մեզ ծախում էր, այս աշխարհը մեր տերը չէր, այս աշխարհը այն դալալ ասեմ, այն առևտրականներ, որ մեզ ստեղ վերավաճառել, հա, մի հատ ուրիշ միտք ուզում ասեի։ Ես պատմություններից գիտեմ, որ ասենք մանավանդ ստրկա շուկայում, այդ ստրուկներին գիտեք, ոնց էին այդ ստրկավաճառները ձեռք բերում։ Գնում էին, մի գյուղ, մի բան մտնում էին, թալանում էին եւ այլն, կոտորում էին, ոմանց էլ բռնում, ձեր ոտը կապում, բերում ծախում էին։ Այսինքն իրանք անօրենությունով էին այս մարդկանց բերում եւ ծախում։ Անօրենություն էին անում, սպանում էին, թալանում էին եւ այլն։ Ես կարծում եմ մեզնից ոմանց այդ աշխարհը տենց է վարվել։ Մեզ ստրկացրել է։ Այսինքն եթե մնայինք մենք այս աշխարհի մեջ, կամ ստրուկ էինք լինելու, կամ հնամաշ մի հատ բան, որ շուտուշ պետք է մենք անպիտան դառնենք, կամ ոմանք արդեն դառել էինք անպիտան։ Ոմանց այս աշխարհը ծախել էր արդեն նարկոտիկին։ Ոմանց այս աշխարհը ծախել էր արդեն խմիչքին։ Ոմանց այս աշխարհը ծախել էր, չգիտեմ, վրեժխնդրությանը, բամբասանքին, տարբեր տեսակի
վատ բաների։ Այսքան ասեցի, որ Հիսուսի այդ մեզ գնելը մեզ փրկություն էր։ Հիսուսը մեզ գնեց, որ ոչ թե գնի տանի նորից ստրուկ դարձնի, այլ ինքը մեզ գնեց, որպեսի դառնանք Աստծունը, որպեսի դառնանք իր համար։ Այդ ինչ համարներ նորից ասի, դրան շարունակության մեջ կա, որ մենք Իրանը լինենք, որ մենք Աստծունը լինենք։ Հայտնության 5:9-ում, ես էլ գրեք, հա, պատին։ Հայտնության 5:9-ում նոր երկ երկեին ասելով, երկուսն չեմ կարող կարդալ։ Ապրես, որովհետև մեզ գնեցիր, չէ, մորթվեցիր ու մեզ գնեցիր, ծախորած գրեցիր, Աստծուն քո արյունովդ ամեն ցեղերից, լեզվից եւ ժողովրդից ու ազգից հաջորդ համարը եւ մեզ մեր Աստծուն թագավորներ ու քահանաներ արեցիր։ Այսինքն մենք ստրուկ էինք, մենք մաշված էինք, մենք հիվանդ էինք, մենք կոտրված էինք, ինչ էինք։ Նա գնեց, որ մեզ թագավորներ ու քահանաներ անի, որ մեզ Աստծո սեփական ժողովուրդ անի։ Այդ նպատակով գնեց։ Ոչ մեկը մեզ այդ նպատակով չէր գնի։ Եթե մեկն էլ գներ կամ պետք է խմիչքը գներ մեզ, կամ նարկոտիկ, կամ ուրիշ մի թշնամի պետք է գներ իր գերին դարձներ։ Հիսուսը մեզ գնեց։ Հիմա ուզում եմ իսկական իմ խոսքը ասեմ։ Այստեղ էլ կարդաց, մորթվեցիր, կամ ուրիշ տեղ, իր արյունով։ Հիսուսը իր կյանքը տվեց, որ մեզ գնեց, այսինքն շատ թանկ գին վճարեց, որ մեզ գնեց։ Այսօր մեզանից ինչ է սպասում Աստված, որ մենք գնահատենք այդ գինը, գնահատենք այդ արժեքը, գնահատենք այն հարչարանքը, որ ինքը կրեց մեզ գնելու համար, այն սիրտը, որ ուներ մեր համար, այն արյունը, որ թափեց մեր համար, այդի գնահատենք։ Հասկանալի եմ ասում։ Եվ գնահատել ինչպես դիլնի, ուզում եմ այս միտքը շարունակեմ։ Նախ մի հատ կարևոր հայտարարություն անեմ։ Այլևս դու շուկայում չես։ Շուկայի դախլի վրա չես։ Կամ ձեռու ոտդ կապած ստրուկ չես, կամ հին մաշված ապրանք չես, դու արդեն Տեր ունես, դու արդեն ծախու ապրանք չես, մեկը չի կարող ասի, քո գինը ինչքան է, ոչ, էլ դու այդ տեղում չես, դու արդեն գնված ես, դու արդեն գնված ես, դու արդեն Տեր ունես, եւ Աստված ուզում է, որ այսի քո սրտի մտքի մեջ հաստատ մնա, որ դու որոշես, որ դու որտեղ ես, ով ես եւ ինչպես հասար ստեղ, ինչպես դարձար Աստծո սեփականություն։ Այդ ինչպեսի պատասխանը Հիսուսի մարմինն ու արյունն է։ Այդ ինչպեսի պատասխանը շատ թանկ է։ Եվ դու գնահատես Աստծո արածը։ Իսկ եթե գնահատես, նորից չէ ուզում դառնայի շուկային, բայց մի հատ էլ դառնամ շուկային, էլի։ Պատկերացնում եք, մեզից մեկը եթե նորից շուկայում կայնի, ասի դրանք ինձ ով կառնի։ Անարգանք Աստծո հասցեին։ Անարգանք։ Դե դրա համար ասում եմ, որ եթե դու չորոշես, թե ինչ գինա վճարվել քեզ, Հիսուսի մարմնի արժեքը եթե չորոշես, Հիսուսի արյան արժեքը եթե չորոշես, դու դատապարտություն կկրես։ Որովհետև Աստված թանկ գինա վճարել քո համար եւ վճարել է, որպեսզի դու այսօր նրան լինես եւ քո միջոցով Աստված դե որ գնել է ինչ որ ծրագրով է գնել, չէ՞ դու որ մի բան այդ մարնում ես, ոչ ես առնում բերես թափես։ Առնում ես բերես, որ նա քո համար պետք գա։ Նայած ինչ ես առնում, ինչի համար եւ այլն, որ նա քեզ պետք գա։ Դու Աստծուն պետք ես։ Աստված քեզ գնել է, որովհետեւ դու նրան պետք ես։
Իսկ որ պետք ես, ուրեմն դու պիտի իր ձեռքերի մեջ գործածվես, դու պիտի հնազանդվես, իր ասածն անես, ամենաս մեկ սրա։ Պետք է էսա, որ ինքը քեզ ինչի համար է բերել, այդ բանի համար դու օգտակար լինես։ Այդ բանի համար դու ծառայես։ Եվ ինքը այն գործը, որ սկսել է, այդ գործը քո միջոցով կատարվի, առաջ գնա։ Դու էլ այն անպետքը չես, դու էլ այն ծախու ապրանքը չես, դու արդեն Տեր ունես, դու արդեն հանձնարարություն ունես, դու արդեն պարտավորություն ունես, դու արդեն ընտանիքի մեջ ես։ Եվ այլն, ես միտքը շատ կարելի է շարունակել, բայց ուզում եմ հատկապես ես շեշտեմ։ Աստված այսօր քեզանից հնազանդություն է սպասում, քեզանից գնահատություն է սպասում։ Եվ այս ամեն անգամ, որ արվում է, ուրիշ ոչ մի բան չի ասում այսքան։ Քանի անգամ որ հավաքվեք, այսինքն հաղորդություն մի անգամյա չի։ Տիրոջ մահը հիշեք, Տիրոջ մահը խիպտ հիշենք։ Ինչ որ մեկը որ մեռել է, շատերը իրաց պապի մահը ավելի շատ կուզենան հիշեն։ Տիրոջ մահը, որտեղ էդի այն ջիններ, որով ես գնվել եմ։ Տիրոջ մահը իմ փրկությունն էր։ Տիրոջ մահը քո փրկությունն է։ Եվ որ հիշենք Տիրոջ մահը, դրանով մի հատ մեր մեջ նորից բարձրանալու է այն պարտավորությունը, այն գնահատությունը, այն ինչ են ասում մի հատ անաղուհացի դրականը որն է։ Աղուհացով չէ։ Երախտամոռ չլնենք, այլ երախտապարտ լնենք։ Մենք նրան պարտական ենք, այլ նոր երկերից մեկն է, չէ, երկրորդ երկներ էդի։ Մենք պարտական ենք նրան։ Նրա մահը հիշելով, հիշենք, որ մենք պարտական ենք նրան։ Դու պարտական ես, այսօր որ դու ապրում ես, պարտական ես Հիսուսին։ Եթե Հիսուսը քո համար արյուն թափած չլներ, դու այսօր կարող ասել կարող ավելի լավ լինեի, ես չեմ հավատում։ Մարմնապես կարող է լավ լինեիր։ Կարող է մի քիչ թշերը տուրած լիներ, փող շատ ունենայիր։ Բայց դու այն կյանքը, որ Աստված պատրաստել է, այդ կյանքը չէիր ունենա։ Դու դժոխքից վեր բան չէիր ունենա։ Այսօր մենք փրկված ենք, այսօր մենք կանք, մենք ապրում ենք Հիսուսի թափած արյան շնորհիվ։ Չնայած ես ավելին կասեմ, հայտնության սերտողության ժամանակ մենք այս բանը անցել ենք, որ մարդկության պատմությունը հասել էր արդեն իր եզրին։ Մեկը պետք էր, որ այդ մարդկության պատմությունը հանձնարարներ շարունակելու։ Եթե Հիսուսը չհաղթեր, հենց առաջ դարում չէ, հենց Հիսուս ծնվելուց առաջ, մարդկությունը վերանալու, ինչպես Նոյի ժամանակ վերացվեց։ Մարդկությունը շարունակեց ապրել զուտ այն պատճառով, որ Հիսուսը իր կյանքը դրեց, որպեսզի մարդկությունից իր բաժինը վերցնի, որպեսզի գնի, այո, եւ ինքը բաժին ունենա, ինքը հարս եկեղեցի ունենա։ Այսինքն մենք կանք էլի Հիսուսի մահվան շնորհիվ։ Դրա համար Հիսուսի մահը, որ ասում է ամեն անգամ որ այս կուտեք, հացը մարմինը կուտեք, արյունը խմեք, հիշեք Հիսուսի մահը, այս իմաստով ենք հիշում, որ այդ ջինը վճարվել է, որ ես լինեմ։ Այդ ջինը վճարվել է, որ մենք լինենք եւ ոչ թե միայն լինենք, այլ աստվածային կյանքով ապրենք։ Աստծո համար թագավորներ ու քահանաներ լինենք։ Նենց որ եկեք դե ամեն անգամ ճիշտ կլինի, բայց հատկապես հիմա որ ես մասին խոսում այսօր մենք իմանանք, որ մենք շատ թանկ բանի հետ գործ ունենք։ Ճիշտ է, առաջ նայածից մենք ասում ենք սիմվոլ։ Սիմվոլ է, նաև սիմվոլ է, բայց ես հավատում եմ, որ Աստված միայն սիմվոլով մեզ չի ապրեցնի։ Աստված սրա մեջ հոգևոր բան է դնում։ Օրհնություն է դնում, զորություն է դնում։ Հաղորդություն մեզ զորություն է տալի։ Հաղորդություն մեզ հոգևորապես զորացնում է։ Հաղորդություն մեզ ել ավելի կապում է իրար հետ։ Այստեղ 10-րդ գլխում, ես առաջ Կորինթացիների 10-րդ գլխում 16 համարից Օրհնության գավաթը, որ մենք կորնենք, չէ որ Քրիստոսի արյան հաղորդությունն է, հացը, որ մենք կկտրենք, չէ որ Քրիստոսի մարմնի հաղորդությունն է, քանի որ մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, որտեղ ամենքս էլ այդ մեկ հացից կվայելենք։ Այդ մեկ հացից վայելելով մենք դառնում ենք մեկ,
Չգիտեմ այդ օծությանը ինչ անուն դրեն, բայց այդտեղ ասում է, դառնում ենք մեկ։ Հացը կտրտվում է, գալիս է մեր բոլորի մեջ, բայց Աստված դրան նայում է մեկ։ Մենք մեկության օծություն ենք ընդունում այսօր։ Նենց որ իմացեք, որ մենք շատ թանկ բան հետ այսօր գործ ունենք։ Բայց այս թանկը սկսվել է նրանից, որ Հիսուսը իր մարմինը եւ արյունը տվեց։ Շնորհակալ եմ Աստծուն։ Հիմա մի աղոթք էլ առաջարկեմ, եւ այս աղոթքը հետեւյալն է։ Ճիշտ կլինի ամեն անգամ այս աղոթքը արվի։ Բնականորեն կատարյալ չենք, բայց արդեն գնված ենք։ Ոնց որ ասի, էլ շուկայի ապրանք չենք։ Մենք արդեն Աստծո սեփականություն ենք, բայց դեռ կատարյալ չենք։ Բայց գնում ենք կատարյալին։ Ինչքան մենք Աստծո խոսքի եւ աղոթքի մեջ մնանք, այնքան կգնանք կատարյալին։ Հաստատ ձեր կյանքը հիմա եւ սրանից մի քանի տարի առաջ տարբերություն կա։ Այն որ այն ժամանակ դու, չգիտեմ, ազատ կհայոյիր կամ ինչ կանեիր, հիմա այդ բանը չկա քո մեջ, դու մաքրվել ես, դու փոխվել ես։ Բայց դեռ էլի փոխվելու կարիք ունի, կատարյալ չենք։ Որ կատարյալ չենք, սխալներ ունեցել ենք։ Դե չեմ կարծում շատ մեծ սխալներ, ունեն սխալներ, որ աններելի սխալներ։ Ամեն զղջացողին Աստված ներում է։ Եկեք այն զղջացող սրտով մեր սխալների համար ներողություն խնդրենք, ոտքի կանգնենք։ Օրհնյալ Աստված, խոնարհում եմ քո առջև, Տեր։ Այո, ես խոստովանում եմ, Տեր, որ ես դեռ շատ պակասություններ ունեմ։ Ներողություն եմ խնդրում։ Բոլոր այն սխալների համար, Տեր։ Թե աչքերով, թե ականջներով, թե լեզվով, թե մտքով, թե վարմունքով, ինչ սխալներ որ արել եմ։ Ես ներողություն եմ խնդրում։ Դու լսում ես նաև քո ժողովրդի աղոթքը, Տեր։ Ժողովուրդ, բնականորեն ես կոնկրետ չասեցի, դու կոնկրետ ձեր սխալները կարող եք ասել Աստծուն։ Դու լսում ես քո ժողովրդի խոստովանությունը, ներողությունը, աղոթքը։ Խնդրում ներես, Տեր։ Հավատում եմ, որ դու ներող Աստված ես։ Հավատում եմ, որ դու բարի Աստված ես։ Հավատում Տեր իմ Աստված, որ դու բարի ծրագիր եւ նպատակ ունես քո ժողովրդի համար։ Թող քո ժողովուրդը մաքուր խշմտանքով մասնակցի այս հաղորդությանը։ Թող քո ժողովուրդը քո հետ հաղորդակցվի եւ քո զորությունը գա իրաց մեջ, Տեր իմ Աստված։ Ոչ թե տկարություն եւ հիվանդություն, այլ զորություն կա քո ժողովրդի մեջ, Տեր։ Օրհնված լինի քո ժողովուրդը, օրհնված լինի ամեն եղբայրս, ամեն քույրս, Տեր։ Ու դու փառավորվես այս ամենի մեջ, Հայր Հիսուսի անունով, ամեն։